Հետտոնական աշխատանքը կենտրոնական բանկում սկսել են ֆինանսական ընդհանուր դաշտի հետ առաջին անգամ փորձելով կարգավորել երկրի նաև կրիպտո շուկան։ Գլխավոր դրամատանը հիշեցնում են կրիպտո ակտիվների մասին դեռ ամռանից ուժի մեջ մտած օրենքով տվյալ գործունեությունը դարձել է պարտադիր լիցենզավորման ենթակա։ Այդ բիզնեսով արդեն իսկ զբաղվող ընկերություն թե անհատ պետք է ծառայությունը համապատասխանեցնի օրենքին։ Անցումային դրույթով ժամանակ են տալիս եւ առաջարկում նախ գրանցվել, վերահսկող մարմնի ցուցակ մտնել։ Օրենքի համաձայն, եթե չեն դիմում կենտրոնական բանկը ցուցակումներ արվելու համար, ապա կարող են իրականացնել միայն անկանխիկ եղանակով գործարքներ։ Այն անձինք, ովքեր որ նախատեսում են իրականացնել կանխիկ եղանակով գործարքներ կրիպտոակտիվներով, պետք է մինչև հունվարի 31-ը դիմեն կենտրոնական բանկ եւ ներկայացնեն հիմնավորումներ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցումը հավաստելու մասին։ Ներկայացրած ինֆորմացիան ստուգելու են, խաբել փորձողների տվյալը փոխանցեն համապատասխան մարմիններին, իսկ ցուցակ մտնողներին հնարավորություն տան շարունակել կանխիկով բիթքոին, էթերիում կամ միջազգային հարթակներում եղած այլ արժույթ վաճառել, բայց որոշակի սահմանափակումներով շեշտում է գլխավոր դրամատան ներկայացուցիչը։ Գործարքի գումարը չպետք է գերազանցի 300,000-ը, մյուս պայմանը այն է, որ այդ գործարքները պետք է իրականացնեն միանշանակ գործարքների հաճախորդների նույնականացման եւ ինքնության ստուգման 300,000 դրամի շեմը հասկանում են անկանխիկի պահանջն է, բայց կրիպտո գործարքների դեպքում անտրամաբանական ցածր է, պնդում են տվյալ համայնքին Հայաստանում համախմբած կրիպտո տնտեսվարողների միությունից։ Հիմնավորում կախված հաճախորդը ֆիզանց թե կազմակերպություն է, մեկ գործարքն իրենց մոտ 5,000-ից 20,000 դոլարին համարժեք է։ Վստահեցնում են հայկական կրիպտո շուկայում մեր բնակչությունից ռելոկանտ ու տուրիստ ոչ ավել ոչ պակաս 450,000 հաճախորդ կա ու բավական մեծ գումարի շրջանառություն։ Կարգավորմանը դեմ չեն, բայց պահանջը գոնե այս փուլում բարդությունների է հանգեցրել, ասում են։ Կա տարեկան մոտ 9 միլիարդ դոլարի շրջանառություն Հայաստանում կրիպտո ոլորտում, որը մինչ այս մեծապես կանխիկով է կատարվել, այն պատճառով, որ բանկերը պարզապես չեն սպասարկել այս ոլորտը, ու նաև հենց այսօր, երբ որ կանխիկի սահմանափակումը մտել է ուժի մեջ, բանկերը դեռևս չեն բացում հաշիվներ կրիպտո ընկերությունների համար։ Ավետիսյանը սահմանված խաղի կանոնները անհամաչափ ու բանկ փոխանակման կետերի համեմատ խտրական է որակում։ Այդ մասին հայտնել են նաև կենտրոնական բանկում նախորդին տեղի ունեցած հանդիպմանը։ Օրինակ բանկերը կամ արտարժույթի փոխանակման կետերը կամ էլ միջազգային արագ դրամական փոխանցումները իրանք կարողանում են գործել կանխիկով, բանկերը արտարժույթի փոխանակման կետերը առանց որևէ սահմանափակման, միջազգային դրամական փոխանցումները շատ ավելի մեծ սահմանափակումներով, այնտեղ մինչև 100,000 դոլար դու կարող ես այնտեղ գործարքներ անել կանխիկով։ Խիստ են կարգավորումները, վերջի կանխիկի եւ ցուցակման հետ կապված էլ այնտեղ անհամաչափ բաներ կան, որ օրինակ եթե դու կանխիկով մտնում ես այդ խիստ վերահսկողության տակ, դու նաև անկանխիկ ինչ շրջանառություն ունես, որ այս պայն ֆիզիկական անձանց քարտերով հաշիվներով ա լինում, փաստացի դա էլ ստիպված պետք է բերես այդ խիստ վերահսկողության տակ, մինչդեռ Եթե կարգավորումները չփոխվեն, ասում է, 2 տարուց կրիպտո տերմինալներն էլ կփակվեն։ Հույսը մտահոգիչ հարցերը լրացուցիչ քննարկելու համար միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու ազգային ժողովից ստացած խոստումն է։ Կրիպտո շուկայից հնչող պետք է արագ հարմարվել նոր տեխնոլոգիաներին ու օգտվել հնարավորությունից կոչին կենտրոնական բանկից հակադարձում են։ Կրիպտոյի մասով բնակչության ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու կարիք կա, որ ոլորտի ռիսկերն իջնեն։ Հերմինե Բաղդասարյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։